Հայաստանում կգործարկվի ամբողջովին տեղական հումքով կառուցված առաջին հողմակայանը։ Տեղական հումքով է փոխարինվել պտտվող թևերի ավանդական ածխամանրաթելը։ Այն որ մեր մոտ հնարավորությունները ավելի սուղ են, մենք փորձեցինք անել հնարավորինս ավելի էժան տարբերակներով։ Դրա համար էլ հենց օգտագործեց ապակե մանրաթելը եւ բազալտե մանրաթելը։ Գաղափարը վաղուց էր հղացել, սակայն ֆինանսական միջոցների պակասը թույլ չէր տալիս իրագործել նախագիծը։ Նման հնարավորություն ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում։ Կա հնարավորություն պետք է օգտագործել։ Առավել եւս, որ այս ամեն ինչը բերում է իր հետևից նաեւ տեխնոլոգիաների զարգացում։ Ընկերությունը մասնագիտացած է հիմնականում դրոնների արտադրության մեջ, հաջողված փորձն ու տեխնոլոգիաները կիրառություն գտան նաև հողմակայանների կառուցման մեջ։ Պատրաստվել է վակուումային ինֆուզիայի տեխնոլոգիայով, թևերի երկարությունը 5 մետր է եւ պետք է դիմակայի 16 մետր վարկյան քամու արագությանը։ Գեներատորը եւս սեփական ուժերով են պատրաստել։ Աշխատանքը ամբողջովին ավտոմատացված է։ Հայաստանի տարածքի ընդամենը 3.5% է նախատեսված հողմաէներգիա արտադրելու համար, հա, քամիներն են ավելի լավը տեղ։ Որպես այդպեսին մենք ընտրել ենք Ծովագյուղի վերևում գտնող Սեմյոնովկա գյուղի այդ հատվածը։ Ի տարբերություն արևային վահանակներով արտադրվող էներգիայի, հողմակայաններով արտադրված էներգիան ավելի թանկ է, ասում է Արամ Հարությունյանը։ Ծախսատարը եւ կառուցել է եւ շահագործել է։ Հենց տեղում նախագծելով եւ տեղական հումքով արտադրելով որոշ չափով կարողացել է նվազեցնել ծախսերը։ Հողմային էներգիայի արտադրությունը Հայաստանում խթանելու նպատակով կայանը շահագործելու շահավետ պայմաններ կառաջարկեն, ինչը նախատեսված է դրամաշնորհային ծրագրով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանկի միջոցով գնում է հողմակայան, որը մեր ընկերությունը կառուցում եւ տեղադրում է այդ տարածքում։ Եվ սպասարկում է 20 տարի անվճար։ Առաջացած եկամուտը հոսանքի արտադրության 7-ից 9 տարում փակում է հողմակայանի արժեքը։ Որքանով է նպատակահարմար Հայաստանում հողմային էներգիայի արտադրությունը եւ ինչ ներուժ ունենք, վերջին ուսումնասիրությունը 2006 թվականին է արվել։ Հիմա վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամն ու Ասիական զարգացման բանկը համատեղ նախաձեռնել են մեր երկրի հողմային էներգետիկ ներուժի ուսումնասիրման ծրագիր։ Նախատեսում ենք Հայաստանի ամբողջ տարածքը ուսումնասիրել։ Հողմային էներգետիկան ռազմավարական ուղղությունը եւ կառավարությունը նախատեսել է մինչեւ 2040 թվականը ընդունելի սակագնի դեպքում ունենալ մինչեւ 500 մեգավատ հզորությամբ հողմային կայաններ։ Չնայած դժվարություններին ոլորտը զարգացնելու հնարավորություններ Հայաստանն ունի, ասում է Կարեն Ասատրյանը։ Փորձելու ենք գտնել ոչ միայն այդ լավագույն տեղանքները, այլ նաև փորձելու ենք գտնել այն ֆինանսական մեխանիզմները, այն հնարավոր ֆինանսական ֆոնդերը, որ թույլ կտան հնարավորինս մատչելի ձևով կառուցել այդ հողմային կայանները։ Արկա տվյալներով հողմային էներգետիկայի զարգացման ներուժ կա Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում։ Բրույր Մկրտչյան, Սերյան Անտոնյան, լուրեր։